Մենք պլանավորվածի համեմատ անհամես չհնչի ունեն մենք ավելի բարձր տնտեսական աճ, այսինքն մեր թիրախները, մեր առջև դրված խնդիրները շատ ավելի բարձր են։ Էկոնոմիկայի նախարարը թվում է բոլոր այն ոլորտները, որոնց զարգացման ուղղությամբ ահռելի միջոցներ են ներդրվել եւ դեռ կներդրվեն։ Տուրիզմ, ագրոբիզնես, տասնյակ ծրագրեր են իրականացվել եւ դեռ հաջորդ տարի էլ իրականացվելու են։ Ենթադրվում է, որ ներդրված գումարները հետո դառնալու են շահույթ, հետո հարկեր, հետո վերադառնալու են բյուջե եւ ըստ այդմ նորից ծառայելու են այս ծրագրերի իրականացմանը։ Մեր բոլոր ծրագրերի արդյունքում ունենք գերակատարումներ, ասենք օրինակ ինտենսիվ այգիների ծրագիրը տարեկան արդեն կատարել ենք, գյուղատնտեսության լիզինգը տարեկան արդեն կատարել ենք։ Հարյուրավոր միլիոնների հասնող ծրագրերը ենթադրում են, որ գետնի վրա Հայաստանի տնտեսության բովանդակությունը կփոխվի, այսինքն կսկսեն աճել բարիք ստեղծող արտադրության եւ արտահանման ոլորտի ընկերությունները, որոնք աշխատատեղերով կապահովեն հազարավոր մարդկանց եւ արտարժույթի մուտք կապահովեն երկիր։ Գործնականում առայժմ այլ պատկեր է։ Օրերս հրապարակվեց տարվա 9 ամիսների ընթացքում երկրի ամենախոշոր 1000 հարկատուների ցանկը։ Հետաքրքիր են բնականաբար 10 ամենախոշորները։ Ինչու՞։ Որովհետեւ հենց նրանց միջոցով կարելի է պարզել, թե որ ոլորտներում գործունեություն ծավալող բիզնեսներն են ամենաշատ եկամուտ ապահովում պետության համար։ Տասնյակում առաջին տեղում ընկերությունը, որը զբաղվում է սմարթֆոնների ներկրումով։ Հաջորդիվ կան երկու բանկ եւ շահութով խաղերի բիզնեսում ներգրավված երկու ընկերություն։ Հարկերը կախված են նաեւ շահութաբերությունից, որովհետեւ որտեղ շահութաբերությունը բարձր է, այնտեղ շատ շահույթ են ստանում, շրջանառությունը մեծ է լինում եւ այդտեղից էլ հարկեր են գոյանում։ Եվ դա իհարկե ցույց է տալիս մեր տնտեսության կառուցվածքում տեղի ունեցող փոփոխությունները։ Բանկերը վերջին տարիներին գնալով ավելացնում են իրենց շահույթը եւ զարմանալի չէ, որ երկուսը հայտնվել են ամենախոշոր հարկատուների տասնյակում։ Հարցն այն է, թե արդյոք սա լավ է տնտեսության համար եւ ընդհանրապես խոսում է առողջ տնտեսության մասին։ Այդ ոլորտները ինչքանով են նպաստում մնացած տնտեսությանը, դա կարող է տեղի ունենալ իրական հատվածի հաշվին եւ իրականում տեղի է ունենում, որովհետեւ տոկոսադրույքները համեմատաբար բարձր մնալով չեն նպաստում տնտեսության իրական հատվածի զարգացմանը, ներդրումները չեն խրախուսվում եւ այդ առումով խոչընդոտում են իրական հատվածի զարգացմանը։ Տարիներ շարունակ խոսվում է շահումով խաղերի ոլորտի զսպման անհրաժեշտության մասին։ Փոխարեն այս ոլորտն էլ տարեստարի գրանցում է շրջանառության ռեկորդներ։ Նախորդ տարի, օրինակ, պետության բյուջեի չափ փող էր պտտվել այս դաշտում։ Եվ զարմանալի չէ, որ ոլորտի երկու ընկերություն հայտնվել է 10 խոշոր հարկատուների ցանկում։ Այստեղ ուղղակի պետական քաղաքականության հարցն է, թե պետությունը, կառավարությունը գտնում է, որ պետք չի որպեսզի այդ ոլորտներ փող գնան, ապա կարող է դրա տնտեսական եղանակներով սահմանափակելու միջոցներ գտնել։ Ես կարծում եմ, որ ճիշտ կլիներ դա, բայց ավաղ մեր կառավարությունը այլ տեսակետ ունի։ Անկախ հայտարարություններից կախվածությունը ռուսական կապիտալից եւս պահպանվում է։ Այն, որ ամենախոշոր հարկատուն շարունակում է մնալ դեպի Ռուսաստան սմարթֆոնների վերարտահանումով զբաղվող ընկերություն, խոսում է այդ մասին։ Այսինքն բյուջեի եկամուտները հավաքագրվում են մի պրոցեսի արդյունքում, որի ընթացքում Հայաստանում չի ստեղծվում եւ ոչ մի պրոդուկտ։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։